Պարզվում է հանրային հեռուստաալիքի եթերում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սխալ տեղեկություն է հայտնել։ Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքել է նախարարի այն խոսքերը, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերցրած վարկերի տոկոսները ներառված են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Ըստ ՀՑԿՀ նախագահի, սպառողների համար սահմանված սակագնի հաշվարկում նման բաղադրիչ գոյություն չունի։ Մեթոդաբանության իմաստով այո, վերցրած վարկերի տոկոսները, իսկ խոսքը գնում է ոչ թե վերցրած վարկերի, այլ վերցրած վարկերի տոկոսների մասին։ Վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ, բայց պարոն Պապոյանը բացի էկոնոմիկայի նախարար լինելուց հանդիսանում է նաև քաղաքական գործիչ եւ ինքը երևույթին տվել է ըստ էության միգուցե նաև քաղաքական գնահատական այն իմաստով, որ հենց Փակ բաժնետիրական ընկերությունը ինքը կրիտիկական կառուցվածք է, ենթակառուցվածք է եւ այդ կրիտիկական ենթակառուցվածքում կամ ենթակառուցվածքներում անթույլատրելի է որպիսի ֆինանսական կառավարման եւ տեխնիկական կառավարման եւ որևէ առումով ամենաթողություն տիրի։ Անդրադառնալով հեցի ներկայացրած 47 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի մերժմանը, Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ տարիներ շարունակ ընկերությունը գումարներ է ներդրել նոր միացումների, այլ ոչ թե ենթակառուցվածքների արդիականացման մեջ։ Ըստ նրա, ընկերությունն առաջարկել է 10 միլիարդ դրամի հավելյալ ներդրում անել, բայց դրա դիմաց անընդունելի նախապայման է դրել։ Մոտ 10 միլիարդ ավել ներդրում է իրականացնել 25 թվականին, բայց պայմանով, որ այդ պլանային անջատումների քանակը, երբ որ այդ մեծածավալ ավելի շատ ներդրումներ կատարելու հետևանքով պետք է ավելանան, պետք է դրանք չազդեն որակի ցուցանիշների վրա, ինչի հետ հանձնաժողովը չի համաձայնել։ Ասուլիսի ընթացքում Մեսրոպ Մեսրոպյանը խոսել է նաև վերջին շրջանում շատ քննարկվող ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման հեռանկարի մասին։ ՀՑԿՀ նախագահը անթույլատրելի է համարել հարցի շուրջ քաղաքականացված եւ մակերեսային քննարկումները, շեշտելով, որ մոդուլային տեխնոլոգիան ունի մի շարք առավելություններ Հայաստանի փոքր էներգահամակարգի համար։ Ըստ Մեսրոպյանի, մոդուլային կայանները աշխատում են անվտանգության պասիվ մեխանիզմով, հավաքվում են Լեգոյի սկզբունքով եւ ապահովում են համակարգի ճկունությունը, թույլ տալով հեշտությամբ կառավարել էլեկտրաէներգիայի հզորությունը։ Առնվազն աշխարհի 15 պետություններում օֆիցիալ տվյալներ եմ ասում ձեզ։ Աշխարհի 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցի, որոնք գտնվում են նախագծման փուլում եւ գտնվում են սերտիֆիկացման փուլում։ Ճիշտ այն փուլում, որ փուլում գտնվում է նախնական բանով մեր մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանը։ Հետևաբար գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած, տենց փխրուն ենթադրությունների վրա վատաբանել եւ ընդդիմանալ այս ամենին դա ընդունելի չէ։ Երևանում այս գիշեր մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում։ Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քառակուսի մետր հատված։ Ընդհանուր առմամբ 2026 թվականին կիրականացվի 200,000 քառակուսի մետր աշխատանք։ Ապրիլից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների դիտահորերի նիշերի ուղղում։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում ընտրելու իրավունք կունենա 2,489,031 քաղաքացի։ Ըստ հրապարակված նախնական տվյալների, ընտրողների զգալի մասը 1,645,753 անց գրանցված է մարզերում, իսկ մայրաքաղաք Երևանում ընտրողների թիվը կազմում է մոտ 843,000։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է նման գրություն ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ Հայաստանում շարունակում են մտածել, թե ինչ ապրանք կարելի է արտահանել Ադրբեջան, միայն հունվար ամսին Ադրբեջանը 2,4 միլիոն դոլարի ապրանք է արտահանել մեր երկիր, հայտնել է ապագործակալությունը հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Ըստ պաշտոնական տվյալների այս ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի շուրջ 0,11%։ Առաջին ներմուծումը եղել էր 2025 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստան էր բերվել 1218 տոննա 95 տեսակի բենզին։
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի եւ Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնման համար։ Թերևս այս մասին իր կարծիքն է արտահայտել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ X-ի իր միկրոբլոգում Հաջիևը նշել է, թե Ադրբեջանը եւ Սերբիան որպես ռազմավարական գործընկերներ եւ զարգացող միջին տերություններ կարևոր դեր ունեն միջտարածաշրջանային համագործակցության համար։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին չի հաջողվել Հենրիխ Մխիթարյանին համոզել հետ գալ հավաքական։ Եղիշե Մելիքյանը ներկայ է եղել Ինտեր-Յուվենտուս հանդիպանը, որից հետո առանձնազրույց է ունեցել Մխիթարյանի հետ։ Հանդիպան ընթացքում Մխիթարյանը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը, նշելով, որ կարիերայի այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային ելույթների վրա։ Բացի հավաքական վերադառնալու հարցից մարզիչն ու ֆուտբոլիստը քննարկել են նաև եվրոպական եւ հայկական ֆուտբոլի զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Ժնևը փետրվարի 17-ին կդառնա միջազգային դիվանագիտական երկու խոշոր գործընթացների կենտրոն։ Շվեյցարական այս քաղաքում միաժամանակ կմեկնարկեն Ուկրաինայի եւ Իրանի հարցերով առանձին բանակցությունները։ Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները կընթանան փետրվարի 17-ին եւ 18-ին։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդենսկին, իսկ ամերիկյան կողմը կներկայացնեն Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Զուգահեռաբար կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները։ Այս հանդիպումները տեղի կունենան Օմանի միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ։ Բանակցությունների անցկացման փաստը պաշտոնապես հաստատել են թե Մոսկվան, թե Թեհրանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում։ Ռազմական այս վարժանքներն անցկացվում են տարածաշրջանում ամերիկյան զինուժի եւ ռազմական տեխնիկայի կտրուկ ավելացման պայմաններում։ Թեհրանում կոշտ գծի կողմնակիցները կտրականապես դեմ են Վաշինգտոնի հետ հնարավոր փոխզիջումներին։ Իրանցի պահպանողական պատգամավորները պահանջում են արգելել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը երկրի միջուկային օբյեկտներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունգարիայում հանդիպել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ արտգործնախարար Պետեր Սիարտոյի հետ։ Ռուբիոյի այցի նպատակն է ամրապնդել ԱՄՆ-ի կապերը եվրոպական դաշնակիցների հետ։ Պետքարտուղարը փորձում է հարթել տարաձայնությունները, միաժամանակ ակնկալելով, որ Եվրոպան ավելի շատ կհամագործակցի Ամերիկայի հետ անվտանգության եւ տնտեսական ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Բանակցությունների առանցքում եղել է նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Արտգործնախարար Սիարտոն հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ է հյուրընկալել խաղաղության գագաթնաժողովը։ Նա շեշտել է, որ իրենք Եվրոպայում միակն են, որ ի սկզբանե սատարել են Դոնալդ Թրամփին խաղաղության հարցում, զենք չեն մատակարարել Ուկրաինային եւ բաց են պահել դիվանագիտական կապերը։ Իսրայելը Համասին 60 օր ժամանակ է տվել ամբողջությամբ զինաթափվելու համար։ Պայմանը չկատարելու դեպքում իսրայելական բանակը պատրաստ է վերսկսել պատերազմը Գազայում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի կաբինետի քարտուղար Յոսիֆ Ուչսը։ Նա նշել է, որ 60-օրյա ժամկետը սահմանվել է Թրամփի վարչակազմի խնդրանքով։ Իսրայելական կողմը հարգում եւ ընդունում է Սպիտակ տան այս առաջարկը։ Վերջնաժամկետի հաշվարկը հավանաբար կսկսվի փետրվարի 19-ին կայանալիք Խաղաղության խորհրդի համաժողովից հետո։ Այդ ընթացքում շարժումը պարտավոր է հանձնել իր տնօրինության տակ եղած ողջ զինանոցը։ Այս տեղեկությունը տարածել է Times of Israel պարբերականը։ Իսրայելի կառավարությունը վերսկսել է Հորդանան գետի արևմտյան ափի հողերի գրանցման նախագիծը։ Որոշումը վերաբերում է տարածաշրջանի շուրջ 60% կազմող այն հողերին, որոնք գտնվում են Իսրայելի անմիջական վերահսկողության տակ։ Այսուհետ Իսրայելը կկարողանա որպես պետական սեփականություն գրանցել այն տարածքները, որոնց համար պաղեստինցիները չունեն սեփականության պաշտոնական վկայականներ։ Գրանցման գործընթացը կասեցված էր դեռևս 1967 թվականից, ինչի հետևանքով տեղաբնիկների մեծ մասը զրկված է սեփականությունն ապացուցող փաստաթղթերից։ Իսրայելցի նախարարները սա համարում են ռազմավարական քայլ, տարածքների նկատմամբ վերահսկողությունն ու հրեական բնակավայրերի ընդլայնումն ամրապնդելու համար։ Պաղեստինյան իշխանությունները կատարվածը որակում են արևմտյան ափի փաստացի բռնակցում եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այս նախաձեռնությունը ճանապարհ է հարթում պաղեստինյան հողատարածքների հետագա բռնագրավման համար։
28 մարդ է զոհվել Սուդանի կենտրոնական հատվածի բանուկ շուկաներից մեկի վրա իրականացված անօդաչու սարքի հարվածից։ Ողբերգությունը տեղի ունեցել Կիրակի օրը հյուսիսային Կորդոֆան նահանգի Ալ-Սուֆիա բնակավայրում։ Հարձակման պահին շուկայում մեծ թվով խաղաղ բնակիչներ են եղել։ Այս տարածաշրջանն այժմ կանոնավոր բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջև ընթացող պատերազմի ամենաթեժ ճակատն է։ 2023 թվականի ապրիլից սկիզբ առած զինված բախումներն արդեն տասնյակ հազարավոր զոհերի պատճառ են դարձել։ Պատերազմի հետևանքով շուրջ 11 միլիոն մարդ տեղահանվել է։ Այժմ Սուդանը փաստացի բաժանված է հակամարտող կողմերի միջև վերահսկողության գոտիների։ Տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները այս տարի բախվել են շուկայական արժեքի կտրուկ անկման։ Ներդրողները կասկածի տակ են դնում արհեստական բանականության ոլորտում կատարված մեծ ծախսերի արդարացվածությունը։ Դրանք այլևս չեն բավարարվում ապագայի խոստումներով եւ պահանջում են իրական շահույթ։ Հատկապես Microsoft-ի եւ Amazon-ի բաժնետոմսերի անկման հետևանքով շուկայից շուրջ $1 տրիլիոն արժեք է կորչել։ Նման անկում են գրանցել նաեւ Apple-ը, Nvidia-ն եւ Alphabet-ը։ Նրանք նույնպես զիջել են իրենց նախկին բարձր դիրքերը։ Միևնույն ժամանակ աճ են գրանցել Samsung-ը եւ Այս արտադրական եւ առևտրային ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքը ավելացել է մոտ $745 միլիոն։